սիրելիներս, աշխատանքային։ Այսօր էլ լավաշ եմ հանում։ Ես ինչի դուք կոչում եմ։ Ու այսպես խառը ամբողջ օրը այստեղ անտեղ ու այդպես շարունակ։ Ինչի սպիտակ է, ջերմաստիճանը համացածել եմ, որ ինչի ստատիկ դուրս գա։ Ջերմաստիճանը անընդհատ փոփոխվում է, տատանվում է, պետք է ուշադիր լինենք և անենք համապատասխան աստիճանները։ Տեսեք արդեն սկսես լավ կարմրել։ Գալիս է։ Մեր հրաշքի լավաշը գալիս է։ Տեսեք արդեն ոնց կարմրեց գույնը, փոխեց սիրու կարմիր լավաշները, մեկը շատ կարմրեց, դեղ պահի թողտենան մարտակաշները, բուխանկաները ցույց տուզա։ Աշի լավաշները մեր տեսեք ինձ սիրուն լավ կենթանի կա։ Ինչ է անունը։ Իգուանա։ Իգուանա։ Այո։ Ահա, ձեզ պահում եք, բա ինչ է ուտում ինքը։ Սերովասն ինչ ասում։ Ինչ է ուտում։ Բույս սակեր մի հատ։ Հա, ինչ բույս։ Կանաչին բույս։ Հա, ուրիշ ոչ մի բան չի ուտում։ Ուրիշ չէ։ Հա։ Ես դուք որպես սիրողական եք պահում իրան։ Դե հանկերս տա ուղղական որնա ամեն մեկը մի բան պահում է, ես դա գիտեմ։ Հա։ Ես էլ սրան եմ սիրում։ Լանդե աղջի։ Ես բանը։ Բայց նրանք թանկ են, թանկարժեք է։ Դու մեծ ժամանակ հավելի բա խորին։ Թանկինա։ Անգինա, վայ աղջի, լանդե։ Տես ոնց է սովոր է երևի, ճանաչում է լա, գիտի։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Տեսակ թե ինչ հետաքրքիր հաճախորդ ունեինք։ Անունն ինչ ասեց, Իագուանա։ Իգուանա։ Չէ, Իգուանա։ Ինչ։ Իագուանա։ Իագուանա, թե ի, բայց ի, ես էլ ի լսա, Իգուանա ասեց։ Հատուկ բուսակեր, խնդրեմ, տեսնում եք ինչ հետաքրքիր ու յուրօրինակ հաճախորդներ ենք ունենում, մենակ չեն գալի իրանց կենթանիների հետ, ինչ։ Իգուան։ Վերջներ։ Ուզում եմ հասկանալ, թե այս պետական չայերն են այսպես սարքած հաջող, թե մեր տնական սարքած թեյերը։ Ուզում եմ տեսնել, որ ինչ կարծիք ունեք և որի կողմնակիցն եք տնական բույսերով թեյերը, թե այս տեսակի թեյերը, հիմա տեսեք մենք քանի տեսակի թեյ ունենք խանութում, հիմա Հայկ մի հատ կմոտեցնես, թող տեսնեն, թե մենք քանի տեսակի թեյեր ունենք խանութում։ Թող տեսնենք, քանի տեսակի թեյ ունենք։ Բայց ես
Բայց ես նախընտրում եմ մեր անտառների, դաշտերի տնական թեյերը։ Հիմա ինչ եմ վերցրել, տեսեք, նանա, շատ համով, արտակարգ լավ հոտու համ ունի, շատ սիրում եմ մեր նանայով թեյը, որը համ առողջարար է, համ համով է, համ գումար չեն ծախսում թեյերը գնելու համար, տեսեք այսպես պատրաստում ենք, հիմա այսօր որոշել եմ, որ նանան թրմեմ, համ ես կխմեմ, ես ու Հայկը ավելի ճիշտ կխմենք, համ էլ խանութում կունենամ թրմած նանա, որ շատ հաճախորդներ գալիս են և նախընտրում են տնական թեյ, այնպես որ մենք կառաջարկենք սարքելու եմ նանայով և կուրծով թեյ և թող այդ տեսակի թեյեր մենք միշտ ունենանք, բայց հիմա նանան նախորոք թրմեմ, այսքանը լրիվ բավական է թրմելու համար, հիմա այնտեղ ջուրը եռում է, հեսա մոտենամ այնտեղ, տաք ջուրը լցնեմ, տաք ջուրը աստիճանաբար։ Տեսեք, սա թրմած վիճակում նանան է։ Տեսեք, ինչ սիրուն գույն ունի, կանաչ, հոտն է, վերջնա։ Օրինակ ես նախընտրում եմ այսպիսի տնական թեյ, քանց այս տեսակի։ Դուք որը կնախընտրեք, խնդրում եմ գրեք կոմենտներում, տեսնեմ ովքեր են կողմնակից տնական պատրաստված բաներին, թե պետականներին։ Ես հիմա նաև ուզում եմ նաև ցույց տալ այսպիսի քոլի տանձի կամպոտ, քոլի տանձ մենք այդպես ենք ասում մեր մոտ Լոռիում, ասում ենք քոլի տանձ, դրանք հիմնականում ոնց որ վայրի տանձն է։ Սա հիմնականում վայրի տանձն է կոչվում, քոլի տանձ, լինում է հիմնականում անտառներում, այնտեղ շատ կհանդիպես, լիքը ծառեր ունենք, որտեղ սենց մտնում ես, տեսնում ես լիքը ծառերա, շատ համով կամպոտ է լինում։ Օրինակ ես շատ սիրում եմ քոլի տանձի կամպոտը, նախ համն է շատ համով, օգտակար բաներ է ունի, ինչը, եթե քո ստամոքսը ցավում է, որը ցավում է ու խնդիրներ ունես, ապա մեկ բաժակ քոլի տանձի կամպոտը խմում ես և լրիվ կանոնավորվում է։ Հիմա տեսեք, նախընտրում եք քոլի տանձի կամպոտ, թե պետական ինչ-որ կամպոտներ, կամ կոկա-կոլա, կամ թեյ պետական, տեսեք, որն եք նախընտրում ու որն է ավելի լավը, ես մեկը նախընտրում եմ տնականը, ուրիշ կողմնակից եմ եղել տնականի, սա ասեմ, որ իմ պատրաստած քոլի տանձն է, բերում ենք և այսպես խանութում վաճառում ենք, որը շատ լավ համ ունի, չեմ եք կարում բացել, Հայկ, կխնդրեմ Հայկին, որ մի հատ բացի, բացիր Հայկ, Այո, նալադեց, արտակարգ, հոտն էլ ոնց որ են բան կա, ոնց ասեմ, խմած մարդ այցերի հոտ է գալի, բայց համով է, ու մենք տեսա հանդամենը երևի երկու բաժակ է, հատիկներն էլ ես հանում եմ ու մեծ սիրով ուտում եմ, շատ համով է, Հայկ ես մեկը քեզ, մեկը ինձ, արտակարգ, տնականին ինչ կհասնի, ովքեր որ կողմնակից են և համաձայն իմ կարծիքի հետ, որ տնականն ավելի մեծ թիվ է գրավում, քան պետականը, կարող են գրել կոմենտարիաներում և ես տեսնեմ, որքան քանակությունն է կազմում դեպի տնականի, ինչու, որովհետև մեր մոտ բոլոր ապրանքան տեսակները դրան, բոլորը տնական են, բոլորը չունենք ինչ-որ մի պետական բան, դրա համար էլ ես միշտ կողմնակից եմ լինում տնականի, հիմա որ հացն ենք պատրաստում ենք, հացը լավաշը պատրաստում ենք, հավատացեք, որ
շատ մոտ է տան թխած հացին։ Երբ որ ուտեք մեր մոտի հացը, կարծիքը կազմեք, որ տան փռի մեջ, տանը տան պայմաններում փռի մեջ թխած հացը, ինչպես նաև լավաշը, որի մեջ մենք ոչ մի գրամ դրոշ չենք գցում, թթխմորով արտակարգ լավ լավաշներ ենք պատրաստում լրիվ մարդկանց համար առողջարար։ Հələ տեսեք։ Այ իսկական նանան ես այսպես հավաքում եւ այսպես հենց այս կանաչել չորացնում եմ ամբողջ ծմրվա համար։ Հավատացեք, որ շատ առողջարար է, դաղցն ու նանան միշտ կան մարդիկ, որ խառնում են իրար հետ, կա դաղց, կա նանա, հավատացեք, համայնն էլ է այդ մոտիկ, բայց ես ավելի շատ նախընտրում եմ նանան, դաղցը մի քիչ ավելի ուրիշ տեսակի է, բայց հաստատ դրանից էլ է լավ թե է լինում։ Այսա մի հատ է չայ կխմեմ, կփորձեմ, թող մի քիչ հովանա, թրմածը, որպեսզի համերը առամատներն ավելի լավ մտնեն իրար մեջ։ Այ քոլիտանցը վերջ համով, ովքեր կասեն, որտեղից եք բարձր բերում քոլիտանցը, դե մեր Ստեփանավանում լորվա բաժնում բոլորը կիմանան որտեղ է լինում, որովհետև ատեստուն էլ երևի մեր Ստեփանավանում չկա, որ քոլիտանցի կամպոտ կամ մուրաբա չանեն, իսկ ովքեր որ լորվա մարզիչ չեն եւ ուրիշ տեղ են, ասեն, որ գտնվում է անտառներում եւ ովքեր որ ցանկանում են ունենալ կամ սեզոնին, ես անպայման կգնամ կնկարահանեմ եւ ցույց կտամ։ Իսկ ովքեր որ ցանկանում են ձեռք բերել, կարող են ընդամենը ինձ գրել եւ հավատացեք, որ ես ձեզ կօգնեմ, կաջակցեմ եւ ձեռք կբերեք։ Ու շատ օգտակար է, անպայման կփորձեք։ Նաեւ ճիր են պատրաստում։ Ես տես բան չկա, տես մլքի տեսակ չկա, որ ես ճիր չպատրաստեմ։ Այտենց մլքի տեսակ բացառվում է։ Հեսա որ կգա ճրեր պատրաստելու ժամանակը, կտեսնեք, թե ես ինչ տեսակի ճրեր եմ պատրաստում։ Անում եմ թե պեսոկով ծուկատների նկատի ունեմ, թե մաքուր առանց պեսոկի ճրեր եւ մեծ քանակությամբ վաճառում եմ, մեծ քանակությամբ։ Լինի դա չուչխել, լինի ճիշտ, բոլորը տնական ձևով պատրաստում եւ վաճառում են։ Այնպես որ ովքեր որ ցանկանում են ձեռք բերել նման բաներ կամ տեսնել թե ինչպես եմ ես պատրաստում, ապա մնացեք իմ էջում, բաժանորդագրվեք, լայքեք, մնացեք միշտ ինձ հետ եւ կտեսնեք թե ինչ հետաքրքիր լավ բաներ են ձեզ սպասվում եւ օգտակար խորհուրդներ, ինչպես պատրաստել ճիրը, որ լինի լրիվ դեղին եւ չփչանա, քանի տարի էլ որ լինի, չփչանա, չգողտնի եւ իր իդեալական տեսքը պահպանի։ Ես դա խոստանում եմ, որ այդ բոլոր գաղտնիքները բացելու եմ եւ որ գա ժամանակը։ Ձեր հետ կոհարներ, ձեզ շատ սիրող եւ ձեզ մի սպասող։ Մնացեք Աստծով։